Բուժօգնության որակը քրեակատարողական բժշկության կենտրոն ՊՕԱԿ կողմից տրամադրվում է պատշաճ որակյալ բուժօգնություն, որը համեմատած նախկինում տրամադրված բուժօգնության ծավալների ու որակի հետ բնականաբար բավականին աճ է ապրել, նամանավանդ քրեակատարողական բժշկության կենտրոն ՊՕԱԿ-ի արտարդարություն նախարարությունից դեպի առողջապահության նախարարություն անցումից հետո։ Մենք սպասարկումը իրականացվում է, ոնց նշեցիք, 10 քրեակատարողական հիմնարկներում, մեր ՊՕԱԿ-ի ստորաբաժանումների կողմից բուժանձնակազմը այնտեղ եւ ավագ եւ միջին բուժանձնակազմի կողմից է տրամադրվում սպասարկումը 24/7 ռեժիմով։ Բայց դա նշանակում է, որ 24 ժամ այնտեղ ներկա են միջին բուժաշխատողները, իսկ ավագ բուժաշխատողները, բացի դատապարտյալների հիվանդանոց ստորաբաժանումից, որը ստացիոնար ստորաբաժանում է եւ նաեւ հեշտապահությունների ժամանակ ունենում ենք հեշտափոխում ունենում ենք բժիշկներ, մնացած քրեակատարողական հիմնարկներում ավագ բուժաշխատողները աշխատում են մինչեւ 9-ից 6 ռեժիմով, այսպես ասեմ։ Բայց դրա հետ կապված մեկ դիտարկում, մեկ լրացում անեմ, տեղեկացում որպես այդպիսին, քրեակատարողական բժշկության կենտրոն ՊՕԱԿ-ի իր բոլոր ստորաբաժանումներում, բացառությամբ դատապարտյալների հիվանդանոցի, իրականացնում է առողջության առաջնային պահպանման օղակին բնորոշ բուժսպասարկում, այսինքն պոլիկլինիկ ավելի հասկանալի լինելու համար, պոլիկլինիկ բուժծառայություն, դա նշանակում է, որ անձը դիմելույթյան հիմքով է սպասարկվում եւ անձի սպասարկումը համաձայն օրենքով հաստատված նորմատիվ ակտերի կառավարության որոշումների, մասնավորապես 825-ին կառավարության որոշման, այնտեղ հստակ կանոնակարգված է, թե անձը ոնց է դիմում բուժօգնություն ստանալու համար, որ անձի դիմելուց հետո բուժօգնությունը տրամադրվում է բժշկական անձնակազմի բժիշկների կողմից առաջնահերթությունից ելնելով հերթագրման սկզբունքով, այսինքն եթե միևնույն ժամանակ մի քանի անձ է դիմել կներեք բուժօգնություն ստանալու համար, բժիշկն է գնահատում տվյալ անձանցից հրատապը ում մոտ է, ում խնդիրն է ավելի հրատապ, ում բուժօգնությունն է առաջնային տրամադրվում։ Շատ լավ, շնորհակալություն Տիկին Մկրտչյան, կխնդրեմ դուք ներկայացնեք արդյունավետությունը, ինչպես եք գնահատում, հաշվի առնելով նաև իհարկե այն հանգամանքը, որ արդարադատության նախարարությունից անցում կատարվեց առողջապահության նախարարության ենթակայության, եւ հետաքրքիր է արդյոք լինում են ահազանգեր, եւ եթե այո, ապա ինչ բնույթի, խնդրեմ։ Շնորհակալություն։ Քանի որ սկսեցինք հենց այդ հարցից, արդարադատության նախարարության ենթակայությունից անցում է առողջապահության նախարարություն, այսպես հակիրճ ամփոփ եթե ներկայացնեմ ընդհանուր տրամադրվածությունը ԿԿՀ-ներում, ապա կարծիք կա, որ արդարադատության նախարարության ենթակայության ներքո գտնվելու ժամանակահատվածում որոշ հարցեր ավելի արդյունավետ էին կազմակերպվում։ Այդ թվում դեղորայքի տեսականու հետ կապված, բուժսպասարկման որակի հետ կապված, այս ամենը նաև կապված է առողջապահության նախարարության ֆինանսական միջոցների առկայության հետ։ Ներողություն, բայց անցումը երբ կատարվեց առողջապահության նախարարություն, հենց նպատակը դա էր, որպեսզի արդյունավետությունը բարձրանա։ Այո, բայց քանի որ արդեն տարիներ շարունակ ձևավորվել էր պրակտիկան, որ որոշ հարցեր հրատապ աջակցություն էին ստանում նաև անմիջապես քրեակատարողական ծառայության պետի միջամտությամբ կամ թույլտվությամբ, արդեն նշված պրակտիկայից կտրուկ անցումը առողջապահության նախարարության համակարգ եւ դատապարտյալների շրջանում է անհարմարություններ առաջացրել եւ դժգոհություններ եւ ինչու ոչ նաեւ բուժազնակազմի մոտ, որոնց մոտ արկա է արդեն համագործակցության խնդիր քրեակատարողական հիմնարկների հետ, այսինքն մի շարք հարցերում վերջիններս համագործակցում են միմյանց հետ։ Դա կարող է լինել եւ քրեակատարողական հիմնարկի ներսում բուժմասից բժշկի տեղափոխումը համապատասխան խցեր եւ ազատազրկված անձանց տեղափոխումը քաղաքացիական հիվանդանոցներ կամ դատապարտյալների հիվանդանոցներ, ինչպես նաեւ դեղորայքի ստացման հետ կապված հարցեր, այսինքն մի շարք հարցերում այսպես թե այնպես մինչ օրս փող կապակցված եւ համագործակցում են ՊՕԱԿ-ի ստորաբաժանումները եւ քրեակատարողական հիմնարկները վարչակազմը։ Հետեւաբար այս համագործակցությունը կարծես նոր է եւ դեռևս հղկման կարիք ունի։
ունի, այդ թվում ուղեկցումների մասով կամ միմյանցից տեղեկացված լինելու մասով, շատ դեպքերում օրինակ պատժախոս տեղափոխելիս քրեակատարողական հիմնարկի պետին անհրաժեշտ է տեղեկատվություն հենց բուժմասից, թե արդյոք անձը ենթակա է այն առողջական վիճակում է գտնվում, որ նրան թույլատրվում է տեղափոխել պատժախոս կամ առանձին պահել կամ առհասարակ այլ քրեակատարողական հիմնարկ կամ մարմին տեղափոխել դատարան, հիվանդանոց եւ այլն։ Սա ամփոփ, որը ոչ թե այսպես ասած դժգոհություն է, այլև ինչպես մենք ենք հասկացել, նաև ֆինանսավորման հետ կապված օբյեկտիվ պատճառներ ունի, քանի որ ֆինանսների նախարարությունը եւս իր հերթին անսահմանափակ բյուջե չի տրամադրվում եւ հետեւաբար չկա նաև նոր բժշկական սարքավորումների ձեռքբերման համար նախատեսված բյուջե եւ այլն։ Այսինքն խնդրի մեծ չափաբաժինը նաև ընկնում է ֆինանսավորման հարցի ներքո։ Մյուս մասով պետք է արձանագրենք, որ անկախ ֆինանսավորումից դեռևս այսպես ամուր վստահության կամուր չկա դատապարտյալների եւ բուժանձնակազմի միջև, ինչը գիտենք, որ նաև ՄԻՊ-ի զեկույցներում է ամրագրվել եւ եթե խոսեմ վերջին Պատճառը միգուցե շատ սուբյեկտիվ է դատապարտյալների կողմից, քանի որ բոլորն էլ նախընտրում են օր առաջ տեղափոխվել իրենց ցանկացած քաղաքացիական հիվանդանոցը կամ, ինչպես գիտենք, մեծ մասը ցանկանում է, մեծ մասի դժգոհությունը կապված է դատապարտյալների հիվանդանոց տեղափոխվելու ցանկության հետ։ Ինչու, քանի որ ինչպես նշվեց, տեղում քրեակատարողական հիմնարկում գրեթե միայն առաջնային օգնություն է տրամադրվում եւ շատերը ունեն մասնագիտական օգնության կարիք, նեղ մասնագիտական, դրա համար շատերը իրանց հիվանդություններով պայմանավորված նախընտրում են գոնե տեղափոխվել դատապարտյալների հիվանդանոց, որտեղ օգնությունը պետության ֆինանսական միջոցների հաշվին է տրամադրվում։ Ճիշտ է, անձը իրավունք ունի իր ֆինանսական միջոցների հաշվին ցանկացած բժշկի դիմելու, սակայն եթե չկա այդ ֆինանսական հնարավորությունը, հաջորդ տարբերակը հնարավորությունը մնում է դատապարտյալների հիվանդանոցը կամ էլ պետության միջոցների հաշվին արդեն քաղաքացիական հիվանդանոց տեղափոխվելը, որի հերթերը կարելի ասել բավականին մեծ է եւ անձի հերթը կարող է հասնել 1 ամիս անց, երբ արդեն բավականին խորացված է խնդիրը։ Միգուցե թույլ տանք Տիկին արձագանքեք, այնուհետև այլ հարցերի անդրադառնանք։ Կներեք, ձեր թույլտվությամբ ձեր բոլոր դիտարկումներին անդրադառնամ, ինչ վերաբերում է տեղերի հետ կապված ու ֆինանսավորման հետ կապված, մենք ֆինանսավորման խնդիր տեղորայքի ձեռքբերման հետ չունենք, մենք ներկայումս այս պահին Եթե չեմ սխալվում, կարող եմ 1-2 տեղի քանակական բան ասեմ, բայց 370-ի կարգի տեղ անուն ձեռք բերել ենք ու ունենք 370 տեղ անուն։ Հարցը այստեղ նա է, որ ազատազրկված անձինք, երբ որ գնում են իրենց նախընտրած բժշկի մոտ կամ մենք ենք ուղարկում քաղաքացիական հիվանդանոցներ, նշանակվում է տեղեր, իրենք ուզում են կամ չեն հասկանում կամ իրենց պահանջում են հենց նույն տեղանունով տեղի տրամադրում, բայց ինչպես գիտենք, պետական համակարգում, պետական կառույցում տեղերի գնման ընթացակարգը գնման օրենքներին համապատասխան է լինում, Հայաստանի Հանրապետության գնումների մասին օրենքին, այսինքն տենդերը ներկայացվում է տեղ անունով, այսինքն ազդող նյութի անունով, ոչ թե կոնկրետ ֆիրմային անունով, ու շատ ժամանակ խնդիրը դա է լինում, որ ասում են տեղը չկա կամ չգիտեմ մեր տեղերը չեն տալիս, նման բան չկա ազատազրկված անձ, որ տեղի ստանալու խնդիր ունենա, ուրիշ բան, որ մենք ունենք ազատազրկված անձինք, որ հրաժարվում են մեր կողմից տրված ջեներիկից, այսպես ասած, ուզում են հենց կոնկրետ ֆիրմային տեղը, բնականաբար այդ ժամանակ ասում ենք, որ իրենք իրավունք ունեն օգտվելու իրենց իրավունքից, օրենքով ամրագրված, նույն 825 կառավարության որոշման մեջ ամրագրված է, որ անձը իրավունք ունի բերելու իր տեղամիջոցները, դիմի իր ուզած բժշկին եւ այլն, եթե դրա բժշկական ցուցումը կա։ Հիմա Այդտեղ այսինքն իրենք ավելի շատ գերադասում են իրենք բերել տեղամիջոցները, ճիշտ եմ հասկանում։ Չէ, եթե վիճակագրություն ենք նայում, վիճակագրությունով 10%-ն էլ չի կազմում ազատազրկված անձանց կողմից բերված տեղորայքի քանակը, որը մարդը իրավունք ունի, օրենքով հաստատված, ու մենք էլ իրավունք չունենք իր իրավունքը սահմանափակելու։ Ինչ վերաբերում է պատժախոց տեղափոխելու հետ կապված այս առհասարակ տարաձայնություններին, կոնֆլիկտային ձեր ճակերտավոր ասած հիմնարկի եւ բուժպերսոնալի հետ, հարաբերություններին մենք որևէ հիմնարկում չունենք խնդիր քրեակատարողական հիմնարկի վարչակազմի հետ, մենք բոլոր հիմնարկների հետ աշխատում ենք
մաքսիմալ կառուցողական օրենքի շրջանակում ձեր փաստարկները կոնկրետ հարցերի վերաբերյալ, որ պատժախոց գնալուց պետք է իրենք իմանան, ոչ ազատազրկված անձանց առողջությունը, մեկ անգամ եւս փաստեմ, հանդիսանում է գաղտնիք, ցանկացած անձի առողջության վերաբերյալ տեղեկատվությունը հանդիսանում է գաղտնիք ու օրենքով պահպանվում է։ Ու պատժախոց գնալու պարագայի վերաբերյալ կոնկրետ ընդհանցակարգ գոյություն ունի, որ ոչ թե նախորոք պետք է քրեակատարողական հիմնարկի պետը իմանա կարող է գնալ թե չի կարող, ընդհանցակարգը այսպիսին է՝ տույժը տալուց հետո, պատժախոց տեսակի տույժի կիրառումից հետո բուժ անձնակազմը նույն պահին բժիշկը, եթե աշխատանքի ժամի մեջ է, եթե ոչ աշխատանքային օր ու ժամը միջին բուժ անձնակազմից մոտենում են, անձին տեսնում են, զննում են, եթե վիճակը բավարարում է պատժախոցում պատիժը կրելուն, անձը շարունակում է պատիժը կրել պատժախոցում, որ պահին վիճակը, առողջական վիճակը չի բավարարի, որ անձը պատիժը շարունակի կրել պատժախոցում, բուժ անձնակազմի կողմից տարվում է եզրակացություն հիմնարկի պետի անունով տվյալ անձին պատժախոց տեսակի խոցը դադարեցնելու վերաբերյալ։ Այսինքն այստեղ նախորոք իմանալը, ինչ վերաբերում է վաղաժամկետների մյուսի էլի ձեր բարձրացրած հարցով Տիկին Մկրտչյան, դրա մասին էլ կա հատուկ ընդհանցակարգ, երբ որ անձը դիմում է վաղաժամկետ կամ տեղաբաշխվելու, որ ասեցիք հիմնարկից հիմնարկ տեղափոխվելու, որի ժամանակ իհարկե զեկույցներում անհրաժեշտություն կա առողջության վերաբերյալ տեղեկատվություն տրամադրելու, մենք այդ տեղեկատվությունը տրամադրում ենք բացառապես անձի գրավոր համաձայնության հիմքով, այսինքն անձը գրավոր գրում է, որ համաձայն են, որ իմ առողջության վերաբերյալ տեղեկատվություն տրամադրվի քրեակատարողական հիմնարկին, մենք ցանկությունը հաշվի առնելով տեղեկատվությունը ամբողջական առողջական վիճակի վերաբերյալ տեղեկանքի ձևով տրվում է քրեակատարողական հիմնարկների պետերին, վարչակազմին։ Ինչ վերաբերում է պետպատվերի հնարավորությունները, մյուսը դատապարտյալների հիվանդանոց գնալը, փաստեմ, որ առողջապահության նախարարության կազմը անցնելուց հետո առավել եւս, մինչեւ դա էլ մենք խնդիր չենք ունեցել, իսկ հիմա առավել քան եւս առողջապահական մարմինների բուժարկական հիմնարկներում սպասարկումը շատ ավելի հեշտ է դարձել, նույն հետազոտությունների, բուժումների եւ այլնի առումով, ու որևէ ազատազրկված անձ իր միջոցներով, եթե այդ իր ցանկությունը չի ու իր նախընտրած հիվանդանոցը չի, որևէ հետազոտության կամ բուժման չի գնում։ Ասեմ ավելին, մենք բոլորին տեղեկացնում ենք իրենց իրավունքների ու պարտականությունների մասին, նույնիսկ եթե անձը ասում է, որ ես իմ միջոցներով գնամ, մենք բազմաթիվ անգամներ իրենց տեղեկացնում ենք, դուք պետության հովանու ներքո եք, պետությունը պատրաստական ու անում է, եթե դուք պնդում են գրավոր ընդ որում, որ չէ, ես ուզում եմ իմ միջոցներով իմ նախընտրած հիվանդանոցում, այդ ժամանակ նոր կազմակերպ մնացած բոլոր դեպքերում բուժօգնությունը տրամադրվում է պետության կողմից երաշխավորված անվճար ու թույլ տվեք չհամաձայնվել այն մտքի հետ, որ փող չունենք, որ գնանք, դրա համար գոնե գնանք ՑԲ։ Էլի մեկ արձանագրություն, դատապարտյալների հիվանդանոցը եւս հիվանդանոց է, առողջապահության նախարարության բոլոր հիվանդանոցների չափորոշիչներին համապատասխան ու դատապարտյալների հիվանդանոց գնալու համար էլ պետք է ստացիոնար բուժման ցուցում։ Մենք մեկ բան պիտի արձանագրենք, որ ազատազրկված անձինք դա չեն ուզում ընկալեն, չեն ուզում, չգիտեմ, իրենց շահերից չի բխում միգուցե այդ հասկանալ, որ ցանկացած հետազոտություն կամ ցանկացած ստացիոնար բուժում պետք է լինի բժշկի կողմից տրված ցուցում, այլ ոչ թե իրենց ցանկությունը կամ կամքը։